Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան նախագահի տեղակալ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, պարոն Ֆարմանյան։ Որտեղ եք, չկաք, այստեղ եք։ Պարոն Ֆարմանյան, պետք է խոստովանեմ, այսօրվա ձեր պատասխանները տեղ-տեղ ցնցող էին, տեղ-տեղ զարմանահրաշ։ Դժվարում եմ իհարկե որոշել, որից սկսեմ։ Օրինակ, tripit։ Գործընկերոջս հարցին, ձեր մոտ անձի երկատման նշաններ չկան, չէ՞։ Գործընկերոջս հարցին, թե ինչպես եք նայում, այս ինչ հարցի շուրջ պարոն Կարապետյանի դիրքորոշմանը, Սամվել Կարապետյանի, նաև Նարեկ Կարապետյանի, ասում եք չեմ լսել, բայց ես ամբողջությամբ իրենց հետ համաձայն եմ, գաղափարապես, քաղաքականապես լրիվ կիսում եմ տեսակետը։ Trip-ի հետ կապված հարցին ասում եք, գիտեք, ես ունեմ բազմաթիվ հարցեր, մտավախություններ, դա տարանցիկ ճանապարհ թե չէ, եթե լինի, լավ կլինի։ Այստեղից ձեզ հուշում են, ասում են, գիտեք, հենց նոր ձեր խմբակցության ղեկավար պարոն Նարեկ Կարապետյանը ասաց հստակ, որ trip-ը իհարկե տարանցիկ ճանապարհ է, ասում եք, դե չգիտեմ, հələ որ էլի ունեմ մտավախություններ։ Սա ինչ լողոզված պատասխան է, պարոն Ֆարմանյան։ Էլի ունեք մտավախություններ, թե համաձայն չեք ձեր ղեկավարի հետ։ Խոսում եք Ադրբեջանից Հայաստան ներկրվող ապրանքների մասին, այստեղ էլ մտավախություն ունեք, ասում եք փոխադարձություն չկա, սկզբունքը պահպանված չի, ինչ խաղաղություն է, չկա դե խաղաղություն։ Պարոն Ֆարմանյան, տեղեկացված չեք, որ իհարկե փոխադարձության սկզբունքը պահպանված է ու քաղաքական հարց չկա։ Տեղեկացված չեք, որ սա տնտեսվարողների դաշտում է։ Տեղեկացված չեք, դրա մասին բազմիցս խոսել ենք, չեք լսել, որ մեր տնտեսվարողների դաշտում է այն հարցը, թե ինչպես կազմակերպել, եթե տասնամյակներ շարունակ պատրաստ են եղել X ծավալի ապրանք արտահանել, իսկ հիմա շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում։ Շարունակելու եք պնդել, որ սա քաղաքական հարց է, մեզ արգելում են, սա չտեղեկացվածության արդյունք է, թե կամ պարոն Թունյանի հարցին ասում է, ձեր նախընտրական ծրագրում ասում եք փոքր ու միջին բիզնեսը պետք է 0 հարկերով աշխատի, մի այդպիսի երկրի օրինակ բերեք։ Ասում եք, դե շրջանառության հարկով է պայմանավորված 115 միլիոն, շրջանառության հարկ 0%, հա, չէ, այդպիսի երկիր չեմ կարող ասել, չկա, բայց ով ասեց, որ չպետք է մենք առաջինը լինենք։ Ո՞վ էր աշխ։ Ասում ենք, հազարավոր ընկերություններ են փակվել, մեղադրանքներ են հնչեցվում մեր հասցեին, պարոն Թունյանը ասում է հիմքերը, որ ընկերությունները, ասում եք ԶԼՄ-ներն են գրել դրա մասին։ Մի հրաշալի պատասխան։ Մի խոսքով, big push, լիբերալ տնտեսություն, համադրություն, կամ հա, կեղծ ընտրակաշարքի, ենթադրյալ ընտրակաշարքների մասին բոլոր ձայնագրությունները կեղծ են։ Օ հրաշք, այստեղ էլ շատ ունիկալ եք, երևի այստեղ խոսվեց բան, տերմինի մասին, grassroot ընտրակաշարք, հա, տենց տերմին եք ուզում ներմուծեք, էլի միջազգային փորձման սաղ մի կողմ, ինչպիսին է լինում ընդհանրապես ընտրակաշարքը վերևից ներքև կազմակերպված, այն նրա նման են 0% հարկերի նման, այստեղ է grassroot ընտրակաշարք, մարդիկ սենց կեղծ, իրար մեջ պայմանավորվում են, ներքևից վերև պայմանավորվում են ընտրակաշարք տալ, հրաշք, բայց հա, էլի, ձեր նախընտրական ծրագրից խոսում եք, ասում եք, լավ կներ մթերման կայաններ և այլն, ինչ հիշեցի, նախընտրական ծրագրում բան ունեիք, հիմնադրամ ունեիք, ոչ պետական հիմնադրամի մասին եք խոսում, անապահով ընտանիքներին, եթե ճիշտ եմ ասում, բնակարան ապահովելու, ինչ եղավ, ինչ որ վերջերս չեմ հիշում, որ դրա մասին խոսում ենք, թե էլի մնաց այն թեմային են, որ մնաց 3677 օր, հա, ինչ նախանգարում, բայց կամ մի ուրիշ կարևոր թեմայի, ցավոք արդեն ժամանակից կեսը գնաց, որը ոչ միայն անձամբ ձեզ է առնչվում, պարոն Ֆարմանյան, այլ ըստ էության երկու ընդդիմադիր խմբակցությունների, դիրքորոշումների, բայց էլի ձեզնից սկսեմ, որովհետև դուք եք այսօրվա հերոսը։ Դուք այսօր երևի ձեր ելույթում մի 10-ից ավել անգամ նշեցիք ազնվության մասին։ Դուք ազնիվ եք, պետք է ազնիվ լինել, մարդիկ են մեզ լսում։ Իհարկե, ազնվությունը կարևորագույն առաքինություն է և անգամ ինչքան էլ տարօրինակ հնչի քաղաքականության մեջ ևս։ Հիմա ես ուզում եմ ձեր նախորդ շաբաթ արած պնդումից օրինակ բերել և եկեք միասին քննարկենք ինչքանով է դա տեղավորվում ազնվության կոնցեպտի հասկացության մեջ։ Պարոն Վարդևանյան թեկնածությունը քննարկելիս հարց եք ուղղում իրեն և պնդում եք անում։ Ասում եք, մեզ մեղադրում են Արևմտյան Հայաստանի կեղծ թեզերի իբրև թեորակարգ բերելու հարցում եւ այլն։ Ես խիստ զարմացած եմ, որ մեր իշխանությունների կողմից այդ զառանցանքներին կա 0 արձագանք։ Ինչ է կարծում սա, ինչ գործելակերպ է իշխանությունների կողմից եւ այլն։ Պարոն Ֆարմանյան,
հիմա պնդելու եք, որ չեք լսել երբևէ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ վարչապետի դեմքով անունից եւ արտգործնախարարությունը եւ մեր բազմաթիվ գործընկերներ արձագանքել են եւ վարչապետը մասնավորապես ասել է, որ չկա արևմտյան Ադրբեջան Հայաստանի տարածքում։ Եթե առաջի անգամ եք լսում, ուշադիր լսեք։ Չկա արևմտյան Ադրբեջան Հայաստանի տարածքում, եթե ասել արևմտյան Ադրբեջան, ապա պիտի նկատի առնել Ադրբեջանի արևմտյան շրջանները եւ թվարկումը Թովուզ, Ղազախը, Գետաբե եւ այլն։ Չեք լսել։ Չեք լսել ռազմավարական գործարքի մասին, որը վարչապետը առաջարկել է իբրև ճանապարհային քարտեզ երկարաժամկետ խաղաղության համար։ Մյուս ձեր գործընկերներն էլ չեն լսել։ Էլի մեջ բերեմ։ Վարչապետը օրինակ, դրանից առաջ է խոսել ռազմավարական գործարքի մասին, բայց օրինակ Համբուրգում 25 թվականի դեկտեմբերին պատասխանելով լրագրողների հարցին, ասում է. Ես ուզում եմ հիմա բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, այնքան էլ մենք խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, եւ այլն, այսպես շարունակեմ։ Պարոն Վարդևանյան, դուք եկեք հարցին պատասխանում, երբ որ այս պնդումը ձեր գործընկերը արեց, ինչքանով էր ազնիվ իր կողմից, ոնց որակենք սա ազնվություն։ Չեր լսել սրա մասին, չտեղեկացվածություն, երբեք չեր լսել, չեք հետևում լուրերին։ Պարոն Վարդևանյան, դուք ազգային ժողովի փոխոսնակ ընտրվեցիք, մենք էլ ձեզ ձայներ տվեցինք։ Դուք հարցին, որ պատասխանում եք ամես պնդմանը, ոնց աչքաթող արեցիք, դուք էլ չէիք լսել ոչ մի անգամ։ Մեղմ ասած, կզարմանամ։ Ու ինչ ասա, եթե ոչ, էլի մեղմ ասած, Հայաստանի շահերին դեմ քայլ։ Կարող է Ադրբեջանում օրինակ ասեն, դե շուրջ Հայաստան չեն արձագանքել այս խոսույթին։ Հենա, խորհրդարանում կան պատգամավորներ այսպիսի բան են ասում։ Մտածել եք սրա մասին, ձեր պատասխանատվության մի այսքան մասը սրանում ունեք, ձեր լավագույն շահից ելնելով ասեմ, չտեղեկացվածության ու չտեղեկացված հայտարարություններ անելու համար։ Դուք էլ, պարոն Վարդևանյան։ Գիտեք, եթե սա լիներ առանձին եզակի դեպք, ես միայն սրան կանդրադառնայի, կսահմանափակվեի, բայց Տիկին Քրիստինե Վարդանյանը գալիս է այստեղ ու ոչ թե համապատրաստից, ոչ թե էմոցիոնալ, պահի ազդեցության տակ, ակնհայտ ոչ ճիշտ էթիկայի սահմաններում սուտ չասենք, ասենք ոչ ճիշտ պնդումներ է անում։ Այն մասին, որ երբ է խոսվել առաջին անգամ նոր սահմանության, այն մարդը պատրաստված է գալիս, թուղթ է հետը բերում վրան, հարևան պետության նախագահի նկարը, վարչապետի նկարը, տակը ամսաթվեր։ Ես էլ հո երկար հետազոտություն պահանջող հարց չէր։ Վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքում կար գրված 20 թվականի հուլիսի 5-ին սահմանադրության օրվա արդիվ ուղերձում վարչապետը խոսում է նոր սահմանադրության անհրաժեշտության մասին։ Սա աղավաղելը ինչի արդյունք է, հավատանք, որ պարոն Ֆարմանյանի ենթադրյալ չտեղեկացվածությամբ էս բանա։ Տիկին Գրիգորյան, ժպտում եք, տեղեկացված չեք։ Նույնը վերաբերում է պարոն Արթուր Խաչատրյանին։ Մի ահռելի արտիստիզմով մարդը գալիս այստեղ ասում է, մյուս խնդիրը, Քյարքին, Տիգրան ցիտում եմ հիմա։ Հա, որտեվ այստեղ նաև մեր նշումներ անելու հետ կապված շատ անհանգստացած էր պարոն Արթուր Խաչատրյանը, հեսա կանդրադառնամ դրան։ Ասում է, ցիտում եմ, Քյարքին, Տիգրան միգուցե դրանով է պայմանավորված, այդքան արտիստիկ չեմ կարող լինել, 57 քառակուսի կիլոմետրը անհայտ շահառուին զիջելը, որովհետև եթե պակասեց ուր գնաց, միգուցե Օվերտոնի պատուհան է բացվում մեր ժողովրդին, ասում եք սովորեք 29743, մոռացեք 29800-ը եւ այլն եւ այլն։ Ի պատասխան լսեցիք, չէ՞, որտեղ է գնացել ու որտեղից է գնացել, որ սա Հայաստանի հողային ֆոնդի չափներ, բազմաթիվ փաստաթղթերով ստորագրված, որի տակ ստորագրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա այս ելույթն էլ ինչ համարենք։ Պարոն Ռուբինյանը շատ մեղմ իմ կարծիքով ասեց, քաղաքական ամնեզիա։ Շոր ջան, բոլորիդ մոտ է քաղաքական ամնեզիա, ինչով օգնենք ձեզ։ Եթե օգներ։ Ունեմ ժամանակ։ Վերջը մի բան էլ ասեմ։ Հայաստան խմբակցության քարտուղարը ասում է, մեր խորհրդանի առաքելությունն է նվազեցնել աղքատությունը։
Այսպիսի խոսակցությունները որևէ կապ չունեն ժողովրդի կարիքների հետ, եկեք լուրջ թեմաներ քննարկենք։ Տեսության մեջ հրաշալի միտք կա, պարոն Աբրահամյան, բայց գիտեք ինչն է խնդիրը, որ եթե դուք ձեր ֆրակցիայի մյուս падգամավորներն ու մյուս ֆրակցիայի падգամավորները մի փոքր ազնիվ լինենք ու իրապես ծառայեք Հայաստանի Հանրապետության շահին, ավարտում եմ, ապա առաջին հերթին պիտի դադարեցնեք տորպեդահարել խաղաղության օրակարգը, որովհետև որքան էլ ձեր ենթադրյալ չտեղեկացվածությունից ելնելով եք սա անում, վստահ եմ, որ շատ լավ գիտեք, որ խաղաղությունը առաջնահերթ է եւ անհրաժեշտություն է մեր պետության, ավարտում եմ, Հայաստանի Հանրապետության համար։